Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել գնդակոծության փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն ի պատասխան հայտարարել է հայկական կողմն անհիմն իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, ապա տեղեկատվություն է տարածել։ Հայաստանի զինված ուժերին մեղադրելով սադրանքների մեջ Բաքուն պնդել է ադրբեջանական բանակը համարժեք միջոցներ է ձեռնարկում միայն իր դիրքերը հրետակոծող հայկական զինուժի սադրանքներին ի պատասխան։ Ֆրանսիա մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, հավելելով հույս ունեմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելության կազմը կընդլայնվի, որպեսզի հնարավոր լինի հետևել եւ զսպել այդ լարվածությունը։ Բաքուն Փարիզին կեղծավորության մեջ է մեղադրել, հայտարարելով, որ Հայաստանին զենք մատակարարելը չի ծառայում խաղաղությանը։ Եվրամիության երկրների արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո քննարկել են Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, սակայն Բաքվի հետ սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան օգտվելով վետոյի իր իրավունքից արդեն 6-րդ շաբաթն է արգելափակում է որոշումը, հայտնում են Ազատության աղբյուրները։ Բուդապեշտը նույն կերպ էր վարվել նաև անցած տարի, պահանջելով ծրագրում ներառել նաև Ադրբեջանը։ Շաբաթներ շարունակված դռնփակ բանակցություններից հետո սակայն եվրոպացի դիվանագետներին հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը։ Այսօրվա բանակցություններից հետո դեռ որևէ առաջընթաց չի արձանագրվել, հաղորդում են Ազատության աղբյուրները։ Պաշտոնական Մոսկվան կրկին զգուշացնում է Հայաստանի իշխանություններին, Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհնար է համատեղել։ Պաշտոնական Երևանը վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի, դրանց միջև Իզվեստիային ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Հայ գործընկերները թերևս պետք է ինչ-որ փուլում կողմնորոշվեն, որ ուղղությամբ են գնում Եվրամիությանն ինտեգրվելու, թե շարունակում են մնալ եվրասիական ինտեգրման շրջանակներում, որն ակնհայտ առավելություններ է տալիս Հայաստանի բնակչությանը, հայտարարել է ռուս պաշտոնյան։ Սումի քաղաքի վրա ռուսական ուժերի երեկվա հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, այդ թվում 2 երեխա, միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 117 մարդ, նրանց թվում են նաև բազմաթիվ երեխաներ։ Ուկրաինայի Միացյալ Նահանգների Եվրամիության ՄԱԿ-ի առաջնորդները դատապարտել են տեղի ունեցածը։ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում ապրիլի 19-ին, հայտնում է Ֆրանս Պրեսը։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Օմանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի եւ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև։ Սա Իրան-Միացյալ Նահանգներ ամենաբարձր մակարդակով հանդիպումն է միջուկային գործարքի տապալումից ի վեր։ Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունների հաջորդ փուլն է տեղի կունենա Օմանի միջնորդ եւ որ կողմերը կկենտրոնանան բացառապես միջուկային խնդրի եւ պատժամիջոցների վերացման վրա։ 89 տարեկանում մահացել է պերուացի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան։ Հռչակավոր գրողը համաշխարհային բարձր պարգևի էր արժանացել իշխանության կառուցվածքի մանրամասն նկարագրության եւ մարդուն ապստամբության, պայքարի եւ պարտության մեջ իր վառ պատկերման համար։ Al señor Mario Vargas Llosa.